Բաստուր մաչոներ ջան, հնդկահավի եւ հավի կրծքամսերը մնացին 1 օր պրեսի տակ, հիմա հանենք պրեսից։ Առաջինը հնդկահավի մսերը մենք հանենք։ Պրեսի մեջ մնացել է 1 օր, ինքը լավ ամրացել է, տեսքն էլ շատ լավ ստացել ենք։ Դա երկրորդը փաթաթելու արդյունավետությունը հենց սրա մեջ է իմաստը։ Երկրորդ կտորը հնդկահավի բարակությունն էլ է շատ լավ, տեսքն էլ, ամրությունն էլ։ Ինքը կողքից տենց ականջ պոչ չունի, ավելնորդ միշտ չկա կողքից։ Հիմա մեր հավի կրծքամսերն ենք ցույց տալիս։ Ահա, առաջի կտորը, լավ փաթաթելու արդյունքն է։ Պետք է լավ պինդ փաթաթենք, հետևորդներ ջան, ամուր, երկրորդ կտորը, երրորդը, չորրորդ կտորը եւ վերջապես մեր 5-րդ հավի կրծքամսը։ Փաթաթելու ամենակարևոր իմաստը, որ ամուր փաթաթենք, որ ստանանք շատ լավ տեսք։ Հիմա կթելենք։